Բարև ձեզ արգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, հավանեք, տարածեք, այսօր խոսենք կարմիր քամու մասին։ Երևի շատերիդ է հայտնի այս հիվանդությունը, կարմիր քամին դա մաշկի բոլոր շերտերի եւ լորձաթաղանթի սուր ստրեպտոկոկային բորբոքում է։ Հիվանդությունն առաջանում է ստրեպտոկոկի բոլոր տեսակներից։ Ստրեպտոկոկը դա միկրոբ է, մանրէ է, որը տարբեր ճանապարհներով թափանցում է մաշկի մեջ եւ առաջացնում է հիվանդությունը բորբոքում։ Այն կարող է անցնել մաշկի վրայի որևէ թարախային օջախից, վերքից կամ քերթվածքից, մաշկի ճարքից, ճանգռելուց եւ այլը, որ մուտք լինի միկրոբի ներթափանցման համար եւ առաջանում է այդ բորբոքային հիվանդությունը։ Իմիջիալոց դա կարող է լինել նաև ավշային եւ արյունային ճանապարհով։ Մաշկի վրա այդ արտահայտությունը, կարմրությունը, ախտահարումը կարող է տարածվել նաև մաշկի հարևան շերտերի վրա եւ այդպես հիվանդությունը կարող է տարածվել։ Հիվանդության կլինիկան շատ բնորոշ է եւ հատուկ է կարմիր քամուն այս հիվանդությանը եւ հեշտորեն ախտորոշվում է, հեշտորեն կարող են ասել, որ դա այո կարմիր քամին է։ Հիվանդությունը սկսում է ընդհանուր թուլությունից, վատ ինքնազգացողությունից, ախորժակի վատացումից, ստորին վերջույթների ցավերից, այնուհետև կարող է առաջանալ դող, սարսուռ, ջերմությունը բարձրանում է մինչև 39-40 աստիճան եւ այդ թվերի վրա մնում է մինչև հիվանդության ավարտը։ Բացի այդ հիվանդները մաշկի վրա ունենում են այսպես ինչ որ մի հատվածում կարմրություն, կարմրությունը կարող է լինել քիչ այտուցված, սահմանագծված տարածք է լինում, բայց ոչ ուղիղ գծերով, այն այսպես զիգզագանման գծերով է լինում եւ նման է աշխարհագրական քարտեզի։ Ախտահարված մաշկի տեղում լինում է այսպես ծակծկոցներ, մռմռոց, մաշկը լինում է լարված, շոշափումը լինում է ցավոտ։ Մաշկը լինում է լարված, որովհետեւ այդ հատվածում մաշկը լինում է որոշակի չափով այտուցված։ Հիվանդությունը տևում է 7-ից 10 օր եւ կարող է այսպես ասած նահանջել եւ գնալ դեպի լավացում, բայց երբեմն նա տևում է, կարող է տևել մի քանի շաբաթ։ Հարգելի բարեկամներ, բարդություններից կարող են լինել, այսինքն թույլ մարդկանց մոտ կարող է լինել ֆլեգմոնա, կարող է լինել նեկրոզ եւ այլը, իսկ մնացած դեպքերում դա բարձր ջերմությունը կարող է լինել հուծիչ հիվանդների համար եւ տևական ընթացքի դեպքում կարող են առաջանալ որոշակի բարդություններ։ Կարմիր քամու բուժումը ես ձեզ ասեմ մի քանի դեղատոմսեր ժողովրդական բժշկության մեթոդներով, որը տալիս է շատ լավ արդյունք։ Այն բուժում են նաև բնականաբար դեղորայքներով, հակաբիոտիկներով, քսուկներով եւ այլը, բայց իմ ասած մեթոդները փորձված են եւ տալիս են լավ արդյունք։ Օրինակ մեր բժիշկներից մեկը տարիներ առաջ հիվանդանոցում աշխատում էինք միասին, հիվանդացավ կարմիր քամով, որը իր մոտ կրկնվող էր, ու զանգահարեց բան, ես գնացի օգնության եւ պատկերացնում եք շատ դյուրին ձևով բուժվեց մեր Անահիտ քսուկով, որը տառացիորեն երկու վիրակապությունից հետո եւ ջերմությունը իջավ եւ այդ կարմրությունը անցավ եւ այլը եւ ի զարմանս բժշկի նա գրեց նամակ առողջապահության նախարարությանը եւ առաջարկեց, որպեսզի օգտագործվի այս քսուկը, Անահիտ քսուկը, հատկապես կարմիր քամու բուժման համար։ Դուք ծանոթ եք մեր քսուկին, բազմաթիվ անգամ
տեսել եք ցույց ենք տվել, ոչ միայն նա կոսմետիկ քսուկ է, այլ նաև հզոր հակաբիոտիկ միջոց է, ասեմ ձեզ այն արմատից, որից պատրաստում ենք այս քսուկը, նրա 100 գրամը մի տակար ջուրը 10 րոպեում գրեթե դարձնում է ստերիլ եւ նրանց մեջ միկրոբ անալիզի ժամանակ այլևս չհայտնաբերվում։ Ուրեմն կարող եք վերցնել մաքուր կավիճ, ռուսերեն ասած պուդրամել, մինչև արևածագը լցնում եք, ցանում եք այդ ախտահարված մաշկի վրա եւ վիրակապում եք մաքուր բրդյա մահուդով, դնում եք վրան եւ վիրակապում եք։ Մի քանի վիրակապությունից հետո կարմիր քամին անհայտանում է։ Հաջորդը կարող եք վերցնել մեղր եւ մաքուր բնական մետաքսի կարմիր կտոր, քսում եք վրան մեղրը մի այսպես բռի չափ քսում եք վրան եւ դնում եք կարմիր քամու վրա, կատարում եք վիրակապություն։ Մի քանի վիրակապությունից հետո դարձյալ կարմիր քամին անհայտանում է։ Կարող եք վերցնել սև ալյուր, շաղ եք տալիս այդ ախտահարված մաշկի վրա եւ մուգ թղթով կատարում եք վիրակապություն օրը մեկ անգամ։ Մի քանի անգամ դարձյալ վիրակապությունից հետո կարմիր քամին նահանջում է, այսինքն ջերմությունը իջնում է, այդ բոլոր ախտաբանական երևույթները անհայտանում են։ Հարգելի բարեկամներ, ձեր առողջություն եմ ցանկանում, բայց մինչև այդ ուզում եմ ցույց տամ իմ քսուկները, Անահիտի մասին արդեն գրեթե որոշ բաներ ասեցինք, նա նաև հրաշալի կոսմետիկ քսուկ է հանդիսանում, մյուսը Կարինեն, որը բազմաթիվ անգամ ասել ենք, որ այս վերջի շրջանում ենք պատրաստել եւ ֆանտաստիկ արդյունքներ է ցուցաբերում։ Մյուսը Մարիա քսուկն է, որը դրել ենք Աստվածամոր անունով, այս քսուկը նույնպես հրաշալի կոսմետիկ քսուկ է։ Կարինե քսուկը բացի կոսմետիկ այդ էֆեկտներից, որ ցուցաբերում է, ունի նաև հզոր ցավազրկող հատկություն, հակաբիոտիկ հատկություն եւ հանգստացնում է հոդացավերը, նյարդացավերը, մկանացավերը եւ մի քանի այսպես գործողություններից հետո, օգտագործելուց հետո հիվանդի վիճակը լինում է շատ թեթև, իսկ մաշկին տալիս է փայլ, էլաստիկություն, հեշտությամբ, շատ դյուրին ձևով այն ներծծվում է, գրեթե քսելուց մի քանի րոպե հետո ներծծվում է եւ ցուցաբերում է իր գեղարարական եւ բուժական հատկությունները։ Առողջություն, ցտեսություն, միշտ նոր հանդիպում։